Հիմա տեղափոխվենք Երևանի Աղավան թաղամաս, որտեղ կեսօրին մոտ հնչած կրակոցներից 2 վիրավոր կա։ Միջադեպի մասնակցած 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ 76-ամյա մի կին։ Ոստիկանությունը նախնական տվյալներ փոխանցեց, թե Խուդիակովի փողոցում 2 անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, ինչի շուրջ հայտնի չէ։ Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, բայց թե կրակողը, թե հանցագործության գործիք զենքը դեռ փնտրվում են։ Ազատության նկարահանող խումբը փորձում է պարզել, ինչից է սկսել վեճը, ինչ են մարդիկ տեսել։ Կրակոցը լսեցինք, գնաց ստեղից ենք նայել ես, գլխին էին խփել, շտաբօգնությունը եկավ, այդտեղ են փախավ։ Շարիկա, որ ինչ-որ հետա Տղան բազապես քայլում էր փողոցում, թե մեքենայում ուրիշներ ուզում կրակել։ Չէ, երևի ուրիշներ ուզում կրակել։ Ուղղակի կպել էր երևի մի 60 տարեկան կին էր։ Մենակ ստեղից տեսա, որ գլուխը տապած էր, բայց ասում է շարիկ վնաս չի տվել, չի մտել գլխի մեջ, ուղղակի ջարդել է։ Խոսում եմ, արդեն վախեցել եմ, բայց չեմ արել։ Ասում էր ամեն մի խուժամի ձեռը պիստոլետ կա հիմա։ Անմեղ մարդիկ են զոհվում։ Սիցիլիան է, էլի։ Ես իմ գործով էի զբաղված ու տեսա, որ շտապօգնություն ա եկել, միակ կնոջ տարան, այդքան բան եմ տեսել։ Իսկ կրակոց լսել եք, ձայն ինչ-որ լսվել է։ Ուշադրություն չեմ դարձել, չեմ կարող ասել։ Իսկ այստեղ մարդիկ ինչ-որ բան տեսել, ասել հիմա զգացել, Ես չգիտեմ, այստեղ բանջարեղեն էին վաճառում, այդ դրանք էին, դրանով զբաղված։ Դրանից հետո, որ հետաքրքրվեցի, տեսա, որ այդ բանջարեղեն վաճառողներն են։ Կինն էլ է բանջարեղեն վաճառել, թե պարզապես անցորդ։ Չէ, անցորդ է։ Կին էս թաղամասի բնակիչ է, ով որ վնասվել է, թաղամասի բնակիչ է։ Չէ։ Մենակ ինքն է վնասվել, ես մենք իմացանք Նյույորքի հիվանդանոցը տեղափոխվել։ Ես չգիտեմ, մի հատ կնոջ եմ տեսել, որ շտապօգնության մեքենան տարավ։